Երբ որ դու քաղաքական ուժ ես ու անցնում ես ընտրություններով եւ հաղթահարում ես, դու ստանում ես քո ընտրողներից մանդատ։ Ինչն է նշանակում այդ մանդատը։ Այդ մանդատը նշանակում է, որ դու սահմանադրության սահմաններում եւ քո օրենքների, պետության օրենքների սահմաններում իրականացնում ես այն, ինչ որ խոսք ես տվել, եւ այն, ինչը կնպաստի քո ընտրողների եւ բնակչության մնացած մասի անվտանգության, բարգավաճման եւ ինչու ոչ երջանկության։ Հիմա ինչով է զբաղված անցյալ ընտրություններում շատ ձայն քիչ ընտրողներից հավաքած ուժը, կորցնելով երկրորդ հայկական պետությունը, կորցնելով 5000 երիտասարդ կյանքից ավել, կորցնելով ֆինանսական, քաղաքական անվտանգության երաշխիքները, Հայաստանի պետական արտաքին պատկը մոտենում է 14 միլիարդ դոլարին։ Վերջի 3 տարվա գնաճի պատճառով սովորական համախառն զամբյուղի գինը աճել է համարյա 2 անգամ։ Դեմոգրաֆիկ խնդիրները վախեցնող են, էլ չասենք, որ տնտեսական եւ անվտանգային խնդիրներ։ Եվ ինչն է անում այդ ուժի գլուխը։ Ուժագլուխը ես կասեի։ Ուժագլուխը այսօր ելույթ է ունենում եւ չի ասում, որ կներեք ինձ, որ ես թոշակառուներին եմ վիրավորել, կներեք, որ ես թոշակների գումարները ջեբս եմ դնում ու ծախսում եմ այնց ոնց որ ես եմ ճիշտ համարում, այլ ոչ թե որպես այն մարդիկ, ովքեր որ պետք է ծախսեն այդ գումարները։ Այլ այդ մարդը առաջարկում է մի հատ էլ գումարներ ծախսել, եկեղեցիների մոտ ֆլագշտոկներ դնել ու դրոշներ կախել։ Մի հատ էլ Հայաստանի օրհներգը երկվի եկեղեցիներում։ Տո, այ խելոք, դու սահմանադրությունը չգիտես, դու չգիտես, որ մեր մոտ եկեղեցին տարանջատված է պետությունից։ Դա տարբեր ճյուղերն են։ Դու կրոնական պետություն չես, դու Սաուդյան Արաբիա չես։ Խելոք։ Լավ եղեք, զգույշ եղեք ու խելոք եղեք, դրանց նման մի եղեք։